Հրթիռներ, պայթյուններ, հրդեհ ու զոհեր։ Իսրայելից Իրան, Իրանից Իսրայել ու բոլոր այն երկրներ, որտեղ ամերիկյան ռազմական օբյեկտներ կան։ Արդեն մի քանի ժամ է չեն լռում հրթիռների ձայները։ Ինչ սցենարներ են ուրվագծվում Իրան-Միացյալ Նահանգներ Իսրայել պատերազմի համատեքստում։ Պատերազմը երկարատև է, թե մի քանի խնդրի կայծակնային լուծման տարբերակ։ Կունենա այն դրական ավարտ կամ առհասարակ ինչ ավարտ կունենա։ 4 սցենար է ներկայացնում քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, վերլուծում ինչպիսի հետևանք կունենա այս հակամարտությունը տարածաշրջանի, մանավանդ Հայաստանի վրա։ Քաղաքագիտական առումով 4 սցենար են կանխատեսում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ։ Դա Իրանի ներսում զուգակցվելու է, կամ զուգորդվելու Իրանի ներսում ներքին անկայունության ստեղծմամբ պարտադիր տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամերի ստեղծմամբ եւ ամենավտանգավորը մարդկանց կյանքին սպառնացող վտանգների չեզոքացման ուղղված քայլերի բացակայությամբ։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի նպատակը Իրանը թուլացնելն է ոչ միայն ռազմական գործողությամբ, այլ նաև ներքին պառակտում հրահրելով։ Այս նպատակով Վաշինգտոնն ու Թել Ավիվը կարող են գործածել Իրանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Իրանին պիտի ներքաշեն փուլ առ փուլ կամաց-կամացա կամ հետսադամյան Իրաքի սցենարն է։ Մասնատման եւ պիտի տանեն այդ պետության ֆեդերալիզացիայի քրդական շրջաններից սկսած Բալուչեստանի շրջան, Խուզեստանի շրջան, այսինքն դիմադրության օջախները միաժամանակ այս ունիտար պետության, այս միասնական պետության մի քանի կետերում միաժամանակ ակտիվացնելու։ Երկրորդ սցենարն ըստ քաղաքագետի վատագույն սցենարն է, որը Հայաստանի եւ տարածաշրջանի համար չկառավարվող ռիսկեր է պարունակում։ Դա լիբիական սցենարի կրկնությունն է, երբ Իրանի ներսում տեղի ունենում 2-3 գլխավոր թևերի միջև պատերազմ եւ յուրաքանչյուր թև ունենում է իր արտաքին հովանավորին եւ այս պրոտեժեների արկայության պայմաններում մարդիկ հնարավորություն չեն ունենում պարզապես հասկանալ երկրի ինչ հեռանկար ունի կամ ինչ ուղղությամբ է գնում։ Դա հանգեցնելու է բնականաբար թե առաջին թե երկրորդի դեպքում էլ թե իրաքա-սիրիական կամ լիբիական սցենարի դեպքում խոսքը գնում է քաղաքացիական բախումների եւ աստված ներածի քաղաքացիական պատերազմի մասին։ Գասպարյանի ներկայացրած երրորդ սցենարը տարածաշրջանային պատերազմի մասին է։ Ըստ նրա, դրա ազդանշաններն այս պահին արդեն երևում են։ Արդեն սոցիալական որոշ երկրներում, մասնավորապես Իրանի հետ ծովային սահմաններ ունեցող անմիջական իրենց քթի տակ գտնվող երկրները, խոսքը վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Կաթար, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, այդտեղ գոյություն ունեցող ամերիկյան ռազմաբազաների ակտիվ թիրախավորումը, ակտիվ ռմբակոծությունը։ Արդեն Կաթարում ամերիկյան ավիաբազայի նկատմամբ հրթիռներ արձակվել են, դեռ չեմ խոսում, որ վերջին 1 ժամվա ընթացքում Իրանը ինտենսիվորեն իր հրթիռային արսենալը բաց է թողել։ Որ Իրանը իսկապես պատրաստ էր յուրաքանչյուր սցենարի ու դասեր էր քաղել 12-օրյա պատերազմից, ըստ Գասպարյանի եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը գիտեին։ Այս պետություններն 8 ամսվա ընթացքում փորձեցին ստեղծել տպավորություն, թե Իրանը վայրկյանների ընթացքում ծնկի կգա, սակայն Իրանը կարողացավ հակառակն ապացուցել։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։